Որ մի անգամ ընտրվելուց ասել ես ընտրվում եմ որ պատերազմ բերեմ 18 թվին որ ասում եմ ընտրվում եմ որ պատերազմ բերեմ 20 թվի պատերազմ դրանից հետո է չէ եղել 20 թվի պատերազմից հետո 21-ին որ ընտրվում էր ասում էր ընտրեք ինձ որ ես ջերմուկում պատերազմ բերեմ կամ Արցախը հայաթափվի կամ Արցախը հանձնեմ չլրի ուրիշ բաներ ասում ի՞նչ կապ ունի ինքը ինչ ասում քանի ինքն է լինում է պատերազմ պարտություն կապիտուլյացիա պատերազմ հիմա պետք է կանգնեց ով ուզում է նորից լինի պատերազմ նորից լինի պարտություն զոհեր կորուստներ կա պաշտպան Նիկոլայետի այդ գործի վարպետն է արդեն դրա պրոֆեսորն է դառը պատերազմ կորուստներ զոհեր բերելու չեմպիոն է դրա չափը ոչ մեկ Հայաստանի պատմության մեջ չի արել այդպես հիմա ովքեր դա ուզում են դե դա նորից ընտրեն Նիկոլ Փաշինյանին Ալեն Սիմոնյանին մնացածներին իրանց պատերազմ բերողներ հիմա մենք էլ ասում ենք Ժողովուրդ ջան ի վերջո պատմական հնարավորությունն այլ է այս ամեն ինչին ասում ենք ստոպ դադարեցնում ենք այս ողբերգական պարբերականությունը եւ ունենում ենք նորմալ երկրի ղեկավար որը հանդես է գալի մեր երկրի շահերից ինքն ունի անսահման հնարավորություններ փորձ կապեր եւ որոշում կայացնելու ունակություն, ասեք սովորական մարդը կարա 60 տարեկանում այսքան փող աշխատի։ Ամերիկայի նախագահի չափ համերը փող ունի։ Բայց այսօր մենք հնարավորություն ունենք Հայաստանին ղեկավար ընտրենք մի մարդու, որը Միացյալ Նահանգների նախագահի կարգի գործիչ է։